աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме, если не можете приходить. Работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Многие мои подписчики, они русскоязычные люди. Вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием на ваши вопросы тоже буду отвечать на русском. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական։ Կարող եք նաև տալ նման հարցեր, ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ էներգետիկա, թե ոչ, իմ ուղիղ եթերները իրենք յուրահատուկ ուղիղ եթերներ են, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ։ Եթե ես զգամ, տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա որևէ տեսակի նեգատիվի արդյունք է, ես դա նույնպես կբարձրաձայնեմ։ Սկսենք, սիրելիներս։ Դուք էլ ակտիվ եղեք։ Քրիստինե, Ռաֆայել, միասին կլինեք, թե ոչ։ Քրիստինե, Ռաֆայել։ Ցույց է տալիս, որ սիրելի Քրիստինե, սիրելի Ռաֆայել, ձեր յուրաքանչյուրի վրա կա նեգատիվ, որի պատճառով դուք չեք կարողանա լինել միասին, բացի դրանից էլ անձին առանձին ոչ մեկը չեք կարողանա ձեր անձնական հարաբերությունները կարգավորել։ Երկուսիդ վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր միասին լինելու ճանապարհը, որը փակում է ձեր անձնական երջանկությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի միություն։ Արփի 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեսերքը մեր սիրելի Արփիի համար։ Արփի 35 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արփի։ Ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արփի, նոր հնարավորություն կլինի, որ ձեր անձնականը սկսի աշխատել։ Ձեր վրա թուղթուկիր կա, որը փակում է ձեր անձնականը։ Շնորհակալ եմ նվերների համար։
Թերմինե 49 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թերմինեի համար։ Թերմինե 49 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Թերմինե։ Կա խնդիրներ։ Ոնց որ ձեր անձնականը փակված լինի, միայն անձնականը չի փակված, նաև գործնականը, ֆինանսական է փակված։ Գիտեք ինչ, սիրելի Թերմինե, ձեր վրա կա մագիա, դա ոչ թե անեսքի տեսքով է, հնարավոր է, որ աչքի տեսքով լինի, շատ դեպքերում աշկը ավելի ուժեղ է, քան թե անեսքը։ Ձեր և անձնականն է տարած, և ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Ձեր վրայից մաքրեք այդ նեգատիվը, նաև դրեք ձեզ պաշտպանություն, որովհետև անընդհատ ձեր վրա ոնց որ այդ նեգատիվ էներգիան փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Մաքրվեք, դրեք պաշտպանություն և կլինի հաջողություն և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում։ Բարև ձեզ։ Մայրամ 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 19 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մայրամ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Նարինե 57 տարեկան գործնական։ Նարինե 57 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Սիրելի Նարինե, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք, եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից Աստծո կամքով, հաղթանակով դուրս եք գալիս։ Խաչիկ 39 տարեկան անձնական։ Խաչիկ 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խաչիկի համար։ Սիրելի Խաչիկ, ձեր վրա կա թուղթուղիչ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա այնպիսի ուժեղ մագիա կա, սիրելի Խաչիկ, որ ձեր անձնականն էլ է փակված, ձեր գործնականն էլ է փակված։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Գրետա 58 տարեկան գործնական։ Գրետա գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրետայի համար։ Սիրելի Գրետա, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հնարավորություն։ Եթե դուք խնդիրներ ունեք, պրոբլեմներ ունեք, սիրելի Գրետա, հնարավորություններ կլինի նաև այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր ազատվել։ Արմինե 34 տարեկան ֆինանսական։ Արմինե 34 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։
Սիրելի Արմինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր ֆինանսականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետև ինչին ձեռ եք տալիս, քանդվում է, կայքայվում է, ֆինանսական ոլորտում ամբողջովին մինուսներ է։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն։ Աննա 21 տարեկան անձնական Աննա 21 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աննայի համար կա խնդիրներ սիրելի Աննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Աննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անի 30 տարեկան անձնական Անի 30 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Անիի համար կա խնդիրներ սիրելի Անի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, խնդիրներից եք դուրս եք գալիս հաղթանակով, խնդիրները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ։ Երջանկություններ ցույց տալիս, խնդիրներից ձերբազատվել էր ցույց տալիս։ Կարինե 60 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Կարինեի համար, Կարինե 60 տարեկան առողջական, սիրելի Կարինե, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեզ նման ֆիզիոլոգիական պրոբլեմի առաջ կանգնեցրել է մագիան, կախարդանքը, որը ձեզանից կողանում է ձեր էներգետիկան, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, պետք է ոչ միայն կատարեք բժիշկների ցուցումները, պետք է նաև ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որպեսզի լինի ապակինում, քանի կա այս նեգատիվը ընդհակառակը ձեր բուժումը կծկծկվի, բայց առողջական առաջընթաց չի լինի, ընդհակառակը կծկծկվի, ձեր առողջական խնդիրը պատճառը այն է, որ ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա։ Սարա 26 տարեկան անձնական Սարա 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սարայի համար, սիրելի Սարա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուկիր, որը ձեր վրա հոգեբանորեն շատ է ազդում, դուք չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սարա, եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Դուք լույսը թողնում եք, գնում եք խավար, չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել, վախենում եք առաջ գնաք, դրա համար էլ փակվում է ձեր անձնականը։ Արաքսիա 46 տարեկան, տեսնենք ինչ է ասնում գործնական,
Արաքսիա 46 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արաքսիայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արաքսիա։ Սիրելի Արաքսիա, ձեր վրա կա տոհմական անեզք, որը փակում է ձեր եւ ֆինանսական հաջողությունը եւ անձնական երջանկությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արաքսիա, եւ ձեր գործնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Իսկ եթե այս նեգատիվը մնա, քանի գնա, այնքան կվարտանա ձեր ֆինանսական վիճակը։ Հիմա էլ է շատ վատ։ Մինուսներ, պարտքեր, աշխատանքի բացակայություն, ֆինանսների բացակայություն։ Աշխեն 60 տարեկան գործնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աշխենի համար։ Աշխեն 60 տարեկան գործնական։ Սիրելի Աշխեն, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, չսպասված հաջողություն է լինելու, բայց ֆինանսական ոլորտում ինչ խնդիրներ, պրոբլեմներ կա, սիրելի Աշխեն, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ։ Աքսան 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աքսանի համար։ Աքսան 21 տարեկան անձնական։ Սիրելի Աքսան, ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, կա վախեր, մի վախեցեք, մի հիասթափվեք, ճիշտ է եղել է այնպիսի իրավիճակ, որը հոգեբանական տրավմայի առաջ է կանգնեցրել, սիրելի Աքսան, բայց ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ մտնում է անձնական երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սարգիս 41 տարեկան գործնական։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սարգիս 41 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար։ Կա խնդիրներ, սիրելի Սարգիս, կա ֆինանսական դժվարություններ, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց նաև կա ելք։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, ճիշտ է այդ ելքը անմիջապես մեծ փոփոխություն չի լինելու, բայց կամաց դուք այդ ֆինանսական խնդիրներից, պրոբլեմներից կձերբազատվեք, դուրս կգաք այդ ֆինանսական դժվարությունից։ Կոհար 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Կոհար 22 տարեկան անձնական։ Սիրելի Կոհար, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կոհար, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Միքայել 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միքայելի համար։ Միքայել 23 տարեկան անձնական, շնորհակալ եմ նվերների համար, լայքերի, սրտիկների համար շատ շնորհակալ եմ։ Միքայել 23 տարեկան անձնական։ Սիրելի Միքայել, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ընդհանրապես ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Միքայել, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, հաջողություններ ցույց տալիս։ Կարինե 43 տարեկան անձնական,
Կարինե 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Սիրելի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս։ Ինչ երազանք նպատակ եք, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Անահիտ 24 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 24 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, սիրելի Անահիտ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սոֆի 45 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիի համար։ Սոֆի 45 տարեկան, ինչ է սպասվում, սիրելի Սոֆի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, որը ոչ մի լավ բան չի բերելու, կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ, կլինի հոգեբանական պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սոֆի, և ձեզ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կայաց նեգատիվը ձեզ կկանգնեցնի պրոբլեմի առաջ։ Մերի 44 տարեկան ֆինանսական։ Մերի 44 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 44 տարեկան ֆինանսական։ Սիրելի Մերի, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է առաջխաղացում, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Մերի, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է ֆինանսական ոլորտում հաջողության ժամանակահատված։ Գառնիկ 48 տարեկան ընտանեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գառնիկի համար։ Գառնիկ։ Գառնիկ 48 տարեկան ընտանեկան։ Կա խնդիրներ, սիրելի Գառնիկ։ Սիրելի Գառնիկը, ձեր տան վրա մագիա կա, որը փակում է ձեր առաջխաղացումը, փակում է ձեր անձնական երջանկությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գառնիկ, որովհետև այս նեգատիվը խլելու է ձեր ընտանեկան երջանկությունը, ընտանեկան հաջողությունը, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի կարողանաք նման իրավիճակից խուսափել։ Ռուզաննա 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Ռուզաննա 33 տարեկան անձնական։ Սիրելի Ռուզաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք կատարվելու է, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից
հաջողությամբ հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Նարա 50 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Նարա 50 տարեկան անձնական։ Սիրելի Նարա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Գիտեք ինչ, սիրելի Նարա, ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում սկսելու է հաղթարշավ, հաղթանակ եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում։ Եթե խնդիր կա, պրոբլեմներ կա, սիրելի Նարա, դուք այդ խնդրից, պրոբլեմից Աստծու կամքով դուրս եք գալիս հաղթանակով։ Թամարա 23 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Թամարա 23 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Թամարա, ձեր կա խնդիրներ, գիտեք ինչ, սիրելի Թամարա, կա խնդիրներ, ցույց է տալիս, որ կա դժվարություններ, դու ամեն ինչին մեծ դժվարությամբ ես հասնում, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, մի քայլ առաջ ես գնում, 15 քայլ հետ ես գալիս, ձեր վրա կա նեգատիվ էներգիա, սիրելի Թամարա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետև Աստծո ցույց է տալիս, որ կաք անընդհատ պտտվում եք, բայց առաջխաղացում չկա, փակված է ամեն ինչ։ Մաքրվեք այս նեգատիվից, սիրելի Թամարա, անտեղի ժամանակ մի կորցրեք, որովհետև ցույց է տալիս աբարձուն ժամանակ եք կորցնում, աբարձուն հոգեբանական տրավմաներ եք ստանում, մաքրվեք, սիրելի Թամարա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր կյանքի մեջ սաղ խնդիրներ ու պրոբլեմներ են։ Անի 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 19 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Անի, ձեր անձնական ոլորտի մեջ կա խնդիրներ, ձեր անձնականը ոնց որ փակված լինի։ Գիտեք ինչ, սիրելի Անի, ճիշտ է, ձեր կյանքի մեջ եղել է այնպիսի իրավիճակ, որ անձնականը պետք է ստացվեր, բայց չի ստացվել, ձեր մեջ վախ կա, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, որոշ ժամանակահատվածում, շատ կարճ ժամանակահատվածում, ձեր անձնական ոլորտում կմտնի այնպիսի անձնավորություն, ում հետ դուք կլինեք երջանիկ, ում հետ դուք կլինեք երջանիկ։ Մուրադ 37 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մուրադի համար։ Մուրադ 38 տարեկան ընդհանուր։ Սիրելի Մուրադ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր եւ անձնականը, փակում է եւ ձեր գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք, սիրելի Մուրադ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Եթե չմաքրվեք, ընդհակառակը ամբողջովին կանգնելու եք փակուղու առաջ։ Ձեր վրա շատ ուժեղ գերեզմանային մագիա կա, սիրելի Մուրադ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիայից ձերբազատվեք։ Շնորհակալ եմ, Զինայիդա 31 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զինայիդայի համար։ Զինայիդա 31 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Զինայիդա,
Սիրելի Զինայդա, ձեր վրա կա տոհմական անեզք, որը փակում է ձեր անձնականը, կա նաև առողջական խնդիրներ կլինի, բարդություններ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Զինայդա, դուք դեռ երիտասարդ եք, դուք հնարավորություն ունեք օգտվելու այն բարիքներից, այն շնորհներից, ինչ Աստվածային ուժերը քեզ տվել են, մաքրվեք այս նեգատիվից, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Նազելի 24 տարեկան հղիություն կլինի, թե ոչ։ Նազելի 24 տարեկան հղիություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար։ Նազելի 24 տարեկան հղիություն կլինի, թե ոչ։ Այո, սիրելի Նազելի, հղիություն կլինի, մի քվախեցեք, ճիշտ է որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց շատ կարճ ժամանակ է ցույց տալիս։ Այո, հղիություն կլինի, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելիս։ Կարելի է տվեք ձեր հարցերը, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Մայրամ, վարուշ, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի եւ Վարուժի համար։ Մայրամ, Վարուժ, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Մայրամ, սիրելի Վարուժ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակ, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ֆինանսական հաջողություն է ցույց տալիս, անձնական երջանկություն է ցույց տալիս։ Մայրամ 19 տարեկան, երբ հղիություն կլինի։ Մարինե 19 տարեկան, երբ հղիություն կլինի։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Մարինե 19 տարեկան, երբ հղիություն կլինի։ Սիրելի Մարինե, կլինի հղիություն եւ շատ շուտ, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, կլինի հղիություն, կլինի դուք կունենաք երեխա, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Կարինե 49 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 49 տարեկան, անձնական։ Սիրելի Կարինե, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն է ցույց տալիս։ Եթե խնդիր է կա, այդ խնդիրը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կարինե, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր Մանի, սիրում եք Գրեթային, թե ոչ։ Մանին սիրում եք Գրեթային, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մանին սիրում եք Գրեթային, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Տարապես ցույց է տալիս, որ
Ցույց է տալիս, որ էմոցիաները մարած են, սիրելի գրետա։ Ճիշտ է եղել է էմոցիաներ, բայց այժմ ցույց է տալիս, որ էմոցիաները մարած են։ Հիմքվադրությամբ, աշխարհադրությամբ չեք տեսնում մեծ էմոցիա, ընդհանրակը հնարավոր է հարաբերությունների ավարտ լինի։ Ավարտ է, որովհետև ցույց է տալիս, որ եղել է էմոցիոնալ կապ, բայց հիմա ցույց է տալիս, որ չէ, սառած իրավիճակ է, սիրելի գրետա։ Լուսինե Հենդրիկ, սեր կա թե ոչ։ Լուսինե Հենդրիկ, սեր կա թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Լուսինե։ Ընդհանրապես սիրելի Լուսինե, սիրելի Հենդրիկ, ձեր երկուսի վրա կա նեգատիվ, որի պատճառով դուք չեք հասկանում սեր կա թե ոչ, որպեսզի ձեր հարաբերությունների մեջ սեր լինի, ջերմություն լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, մաքրվեք այս նեգատիվից, նոր ձեր կյանքի մեջ կմտնի իսկական սեր, իսկական էմոցիաներ, իսկ այժմ քանի կա այս նեգատիվը, երկուսը դեր տարօրինակ եք ձեր պահվածքով, դուք էլ չեք հասկանում կյանքից ինչ եք ցանկանում, ուր մնաց սեր, ձեր վրա նեգատիվ կա, որը փակում է ձեր անձնական երջանկությունը, երկուսիդ վրա էլ անհատական կա այդ նեգատիվը։ Կարապետ 31 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարապետի համար։ Կարապետ 31 տարեկան անձնական։ Սիրելի Կարապետ, ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում, ոնց որ քնած լինի, սիրելի Կարապետ, ձեր վրա կա թուղթուգիր կնոջ կողմից կատարված, որը փակում է ձեր անձնական երջանկությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կարապետ, կլինի անձնական, կլինի երջանկություն։ Այս թուղթուգիրը, այս մագիան, այս կախարդանքը ձեր անձնական երջանկությունը փակում է։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի համար, ես ձեզանից եմ շնորհակալ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբանն եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանքի միջոցով։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, Վանուի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վանուու համար։ Վանուի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, սիրելի Վանուի, և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Վանուի, մի վախեցեք, դուք վախեր ունեք, որ ձեր և անձնականն է փակված, և ձեր ֆինանսականն է փակված, սիրելի Վանուի, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, սպասվում է ֆինանսական հաջողություն, սպասվում է անձնական երջանկություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Վիկտորիա 35 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիկտորիայի համար։ Վիկտորիա 35 տարեկան։
Սիրելի Վիկտորիա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որը բերում է խնդիրներ, կա անձնական խնդիրներ, կա հոգեբանական տրավմաներ։ Սիրելի Վիկտորիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը, որը ձեր վրա բերել է գիշեր, որը ձեր արևը, ձեր երջանկությունը ձեզանից խլել է, մաքրեք այս նեգատիվը և ձեր կյանքի մեջ իրոք կլինի հաղթանակներ, սիրելի Վիկտորիա, ձեր անունը նշանակում է հաղթանակ, բայց այս մագիան ինքը փակում է ձեր հաղթանակի ճանապարհը, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, մաքրվեք, որպեսզի իրոք լինի հաղթանակ, սիրելի Վիկտորիա, Միհիրան 21 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միհիրանի համար, Միհիրան 21 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ, սիրելի Միհիրան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, եթե նույնիսկ կա ֆինանսական պրոբլեմներ աշխատանքի հետ կապված, պրոբլեմներ պետական ֆինանսական դռների հետ կապված, սիրելի Միհիրան, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, դուք հնարավորություն եք ունենալու հաղթանակով այդ իրավիճակից դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արփինե 25 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե 25 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Սիրելի Արփինե, ձեր կյանքի և ֆինանսական և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, սկզբից հաջողություն կլինի ձեր ֆինանսական ոլորտում, հետագայում նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Անժելա 32 տարեկան, վարորդական քննության ժամանակ կհաղթեք, թե ոչ, կստանաք ձեր վարորդական իրավունքը, թե ոչ։ Այո, սիրելի Անժելա, դուք ձեր վարորդական իրավունքը կստանաք, ձեզանից էլ աշկալը սանք եմ սպասում։ Սյուզի 25 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզիի համար։ Սյուզի 25 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Սյուզի, սիրելի Սյուզի, ձեր վրա կա կապ, ձեր վրա կա գիր, ձեր վրա կա կախարդանք մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սյուզի, դուրս եկեք այս կապանքներից, եւ ձեր կյանքի մեջ կմտնի երջանկություն, ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Դուք քայլում եք, առաջ չեք գնում, սիրելի Սյուզի, որովհետև այս նեգատիվը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Մաքրվեք այս կապանքներից, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սյուզի, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, փակված է ձեր կյանքի մեջ ամեն ինչ։ Մերի 49 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 49 տարեկան, անձնական, սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, հնարավոր է, որ ձեր վրա կա տոհմական անեծք, մայրական կողմի անեծք է, դա ոչ թե մայրական կողմը ձեր վրա ինչ-որ գործողություն է կատարել, ոչ, սիրելիս, ձեր մայրական կողմը այնպիսի կյանքով է ապրել, որ բումերանգ է բերել ձեր վրա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական, կլինի հաջողություն, ինչին ձեր եք տալիս թաքանդվում եք։ Շնորհակալ եմ, թերմին է 40 տարեկան ընդհանուր, թերմին է 40 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի թերմինեի համար, սիրելի թերմին է հաջողություն է ցույց տալիս, հնարավորություն է ցույց տալիս, պրոբլեմներ կա, բայց դուք պրոբլեմներից կարողանալու եք դուրս գալ, տիեզերքը ձեր թեմ ճանապարհ է բացում, կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի թերմին է, բայց դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից, այդ դժվարություններից հաղթանակով դուրս գալ։ Նարինե 58 տարեկան, այս տարի աշխատանք կունենաք, թե ոչ։ Նարինե 58 տարեկան, այս տարի աշխատանք կունենաք, թե ոչ։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր սիրելիս, եթե ձեր վրա կա նեգատիվ, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված։ Եվ անձնականն է փակված, և գործնականն է փակված, սիրելիս։ Ցույց է տալիս, որ ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը, ձեր երջանկության ճանապարհը, ցույց է տալիս, որ նաև կա առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ալբերտ 36 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալբերտի համար։ Ալբերտ 36 տարեկան ընդհանուր, սիրելի Ալբերտ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, և անձնական ոլորտում է լինելու հաջողություն, և գործնական ոլորտում է լինելու հաջողություն։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք և կտեսնեք, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաղթանակ։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Նելի 26 տարեկան, երբ բալիկ կլինի։ Նելի 26 տարեկան, երբ բալիկ կլինի։ Սիրելի Նելի, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր երեխա ունենալու հնարավորությունը, որպեսզի լինի հղիություն, որպեսզի լինի բալիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի հղիություն։ Քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում, որ հղիություն կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար։ Հայկուի 27 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հայկուու համար։ Հայկուի 27 տարեկան ընդհանուր, կա խնդիրներ, գիտեք ինչ, սիրելի Հայկուի, ձեր վրա կա մագիա, որը փակում է և ձեր անձնականը, փակում է և ձեր գործնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Հայկուի, անտեղի աննպատակ ժամանակ մի կորցրեք։ Տիեզերքը ձեզ խորհուրդ է տալիս, անհապաղ դիմեք էքստրասենսի,
դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Այս մագիան, այս կախարդանքը եւ անձնական է փակում, եւ գործնական է փակվում։ Ընդհանուր ցույց է տալիս, որ դուք ընդհանրապես էներգիա չունեք։ Առանց էներգիա մարդը չի կարողանա առաջ գնալ, չի կարողանա հաջողություններ ունենալ։ Սիրելի Հայկոյի, փակված է ձեր եւ անձնական երջանկության ճանապարհը եւ ֆինանսական հաջողության ճանապարհը։ Անհապաղ թիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Էդգար 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 36 տարեկան։ Սիրելի Էդգար, հաջողություն է ցույց տալիս։ Կա խնդիրներ, բայց դուք հնարավորություն կունենաք այդ խնդրից հաղթանակով դուրս գալ։ Պրոբլեմներ կար, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում, բայց դուք այդ պրոբլեմներից ձերբազատվելու եք։ Ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն, հետագայում հաջողություն եք ունենալու նաև ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ժաննա 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ժաննայի համար։ Ժաննա 35 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ժաննա։ Սիրելի Ժաննա, ձեր անձնականի վրա մագիա կա, որի պատճառով ձեր անձնականը ամբողջովին բացակայում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, եւ անձնական կլինի, եւ երջանկություն կլինի։ Ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, տարօրինակ ձևով, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, բայց պատճառը մագիան է, պատճառը կախարդակն է, որը փակում է ձեր անձնական երջանկությունը։ Շնորհակալ եմ նվերների համար։ Լիլիթ 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 27 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրները թողնում եք անցյալում, հաջողություն լինելու է եւ ձեր անձնական ոլորտում, եւ ձեր ֆինանսական ոլորտում։ Ձեր դեմ բացում է ճանապարհներ, լինելու եք երջանիկ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ես էլ ձեզանից եմ շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ սիրելիներս։ Իրինա 37 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Իրինա 37 տարեկան։ Սիրելի Իրինա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները, կա նաև առողջական խնդիր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Իրինա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սոնյա 19 տարեկան, կընդունվեք,
թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնյայի համար։ Սոնյա Այո, սիրելի Սոնյա, որտեղ որ ցանկանում եք, այնտեղ կընդունվեք։ Այո, որտեղ որ ցանկանում եք, այնտեղ կընդունվեք։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ալիսա 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալիսայի համար։ Ալիսա 30 տարեկան անձնական։ Սիրելի Ալիսա, ձեր վրա կա թուղթուղիր, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ալիսա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա թուղթուղիր կա, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Բարև ձեզ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասայթի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, տիկտոքյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, համայնախոսություններ, կասածիսակարգեր, կանխատեսումներ, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Այժմ ավարտում եմ իմ եթերը, սիրելիներս, ի նկատի ունեցեք, ում որ չկարողացա այսօր պատասխանել, թող լինի ներող, հաջորդ շաբաթ կիրակի նորից մտնում եմ եթեր, ում որ չեմ կարողացել պատասխանել, հաջորդ շաբաթ կիրակի մեծ սիրով կպատասխանեմ։ Եթե դուք ունեք հարևաններ, բարեկամներ, ընկերուհիներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի, էներգիան կանխատեսումը, կարող եք իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի իմ տիկտոքյան ալիքով մտնում եմ եթեր, որպեսզի իրենք նույնպես կարողանան այս հնարավորությունից օգտվել։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։